Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը սոցիոլոգ ասպիրանտ Արցախցի Ալվարդ Զաքարյանն է։ Ողջույն Ալվարդ։ Բարև ձեզ։ Ալվարդ, ես գիտեմ 2019 թվականին ես դու տեղափոխվել Երևան։ Ինչն էր պատճառը, որ 2019-ին տեղափոխվեցիր, քանի որ միշտ իմ հաղորդաշարի համենայն դեպս շրջանակում միշտ արցախցիներին մենք դիտարկում ենք, որ իրենք 20 թվականին են եկել կամ 23 թվականին։ Խնդրում եմ մի փոքր պատմես, ինչն էր պատճառը, որ 2019-ին տեղափոխվեցիր Երևան։ Իմ պատճառը իրականում ի տարբերություն բոլոր արցախցիների ամենաուրախ պատճառներից մեկն է։ Ես ընտանիք եմ կազմել ու ամուսնացել եմ Երևանաբնակ տղայի հետ ու որոշումը շատ հեշտ չտրվեց ինձ տեղափոխվել Երևան, որովհետև ես այստեղ էի սովորել ու անընդհատ ձգտում էի Արցախում լինել, Արցախում եմ աշխատել, տարբեր ծրագրեր եմ արել, բայց դե ինչպես ասում են, սերը բոլորին է կպնում, իմ բախտն էլ այդպես դասավորվեց ու ես տեղափոխվեցի Երևան, բայց աշխատում էի նաև Արցախում զուգահեռ ու դա իմ կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկն է եղել, որովհետև շաբաթը ստեղ էի, բիշաբաթ էի, անգամ խնդալու պատմություն կա դրա հետ կապված, առաջին շաբաթը, որ ամուսնացա եկա այստեղ, դե պետքա մի շաբաթ արդեն գնայի, հետ գնացի տուն, պապաս ասում էր կլինի դուրս չգաս փողոց, ասեմ ինչ, ասում է դե հարևանները կասեն մի շաբաթ էլ չփահեցին, հետ են ուղարկել, այդպես, բայց մեր հարևանները սկսեցին հարմարվել, որ ես համ Երևանում եմ ապրում, համ Ստեփանակերտում եմ ապրում ու շատ ուրախ եմ հիշում այդ տարիները, որովհետև համ երջանիկ է, որ ընտանիք եմ կազմել, բայց Արցախից կտրված չէի այդ ժամանակ։ Ալվարդ, մեր հասարակության մեջ առայժմ կա այն մտածելակերպը կամ այն մոտեցումը, որ ասում են արցախցի երևանցի, հա, անգամ այդ ձև են ասում, կամ արցախցի հայաստանցի, որը սխալ է։ Հիմա երբ որ դու ամուսնացար, այդ խոչընդոտ չէր, հա, Երևանի տղան, քո ամուսինը երևանցի էր ու արցախցու հետ այդ չկար այդ խոչընդոտը, որը նաև խանգարում էր ընկերների շրջապատում, երբեմն տենց պատմություններ եղել է, որ լսել եմ։ Հա, իրականում մենք Արցախում երևանաբնակներին ասում ենք հայաստանցի, ասում էինք հայաստանցի, գյումրեցիներին չենք ասում հայաստանցին, գյումրեցին էր, սյունեցին էր, մասիսցին էր, բայց երևանցին հայաստանցի էր, ու ինձ միշտ այդ հարցը հետաքրքրում էր, էլի հենց երևանցին հայաստանցի է դառնում, ուղղակի պարզ այն է դառնում, որ սովետական ժամանակ կապը մնացած շրջանների հետ այդքան չի եղել, խորհրդային ժամանակ ԼՂՄ կազմից գալիս են հիմնականում Երևան ու իրանց համար հենց մտնում են Երևան, դա արդեն Հայաստանն էր, ու այդպես ոնց որ Երևանի ընկալումը դառավ Երևանը դա ամբողջ Հայաստանն է, ու քանի որ կապն էլ մենակ Երևանի հետ էր ու Երևանաբնակը դա հայաստանցին էր, ու այդպես շատ դրական էր, ու ամուսնուս համար էլ սկզբից խորհուրդ էր, որ իրան բոլորին դե դու հայաստանցի ես, ինչ որ sense բաներ, բայց բացասականով չի, ուղղակի հայաստանցի ես, դա, բայց ասելու ձև էլ կա, այսինքն ուզում են տարբերակել, որ ինքը արցախցի չի, Արցախում չի ծնվել, սկզբից մի քիչ անհասկանալի էր իր համար, ես բացատրեցի, որ վիրավորական չի, ոչ մի բան չի, էլի, ուղղակի մարդիկ ոնց որ լեզվի բան է, էլի մտածողությունն է, որ սովետական ժամանակ հայաստանցին երևանցին էր, հիմա տենց էլ մնացել է, բայց իրականում ես միշտ ասում եմ դա, որ մենք դպրոցական տարիներին ամեն շարադրություն, չգիտեմ, նկարչական բաց դաս ա եղել, ինչ եղել է, մենք միշտ մայր Հայաստան ենք ասել, դա ուրիշ պատկանելություն է, այսինքն էլի սովետից մնացած մեր լեզվամտածողության մեջ մտած բան էր, մայր Հայաստան ասել, Հայաստան ուղղակի չենք ասում, օրինակ Հայաստանի Հանրապետություն, ասում ենք մայր Հայաստան, մենք մեր կապը տեսնում ենք ամեն ձև մայր Հայաստանի հետ, որովհետև իրականում մեր բոլորիս համար Արցախը դա Հայաստանի մի մաս էր, իսկ Հայաստանը դա բոլորիս մայրն էր ու Երևանի վերաբերմունքը շատերիս համար հենց այդ էր, որ գալիս են առաջի անգամ, որ Երևան էր գալիս հասուն տարիքում, տեսնում ենք Մասիսարը, հուզվում ենք, տեսնում ենք Սասունցի Դավիթը, հուզվում ենք, որովհետև դա մենք փոքրուց դա ենք սովորել, դա ենք նկարել, Մասիսարը կողքը տատիկ պապիկը, միշտ իրար հետ միասին են գնացել այդ ամեն ինչը ու դա արհեստական չի, դա մեր մեջ նստած է, որ սա մեր մայր Հայաստանն է, հայրենիքն է ու երևանցին էլ հայաստանցին է։ Ալվարդ, ես գիտեմ, որ նոր մասնագիտություն ես հիմա դու ձեռք բերել, հա, սոցիոլոգիայի ոլորտում, ասպիրանտուրայում ես հիմա դու սովորում, ինչն է պատճառը, որ դու որոշեցիր, որ հիմա էլ սոցիոլոգիայի ուղղությամբ քո բարձրագույն կրթությունը ստանաս։
Ճիշտ ասած ես 11 տարի սովորել եմ քաղաքագիտություն ու շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Ես քաղաքագետ ընտրել եմ փոքր ժամանակ։ Ես ծնվել եմ 91 թվականին Արցախում ու իմ ծնողների որոշում են եղել, որ մենք պետքա ամենավատ այդ շրջանում, երբ որ հենց Ստեփանակերտն է ռմբակոծում, չթողնել քաղաքը ու գնալ ու ես 4 տարի ապրել եմ նկուղում, ծնվել եմ նկուղում, ապրել եմ նկուղում ու միշտ արդեն հասուն տարիքում ես ամեն ինչը գիտակցելով, նաև ինչ որ բաներ երբեմն ծնողներս ասում էին, բայց կարող է ինձ նկուղում չպահեք, ես լիքը խնդիրներ չունենայի, առողջական ու տարբեր բան, բայց հիմա իհարկե դրա համար ես իրենց չեմ մեղադրում, բայց իմ կյանքի նպատակն էր, որ այնպես անել, որ իմ երեխան նկուղում չապրի, որովհետև այդ մանկությունը, որը ես եմ տեսել, 4 տարեկան որ մտել եմ տուն, հասկացել եմ ինչա խաղալիքը, ու այդ հետպատերազմյան շրջանը ավելի մեր մանկական տարիներին, օրինակ ես նկար չունեմ, հիմա ճիշտ է բոլոր արցախցիները նկար չունեն, բայց միշտ մեր սերունդն էր ասում, որ մենք նկար չունենք, որովհետև պատերազմի ժամանակ հայրս տունը չէր, ոչ մեկտեղ չէր նկարում, իմ առաջին նկարը իմ դպրոցական այդ առաջին տարին, որ գնում նկարում եմ սպիտակ շորով, սպիտակ վերնաշապիկով, այդ է իմ առաջ, ես 6 տարեկան, ինձ տեսնում եմ 6 տարեկանում, ու իմ կյանքի նպատակը դարձավ, որ այնպեսի մասնագիտություն ընտրել, այնպեսի ուղղությամբ աշխատել, որը կթողնի, որ իմ երեխան չտեսնի պատերազմ, դա իմ կարծիքով քաղաքագիտությունն էր, կոնֆլիկտոլոգիան էր, որով ես ինձ նվիրեցի, ամեն ծրագրերի մասնակցում էի, թե գիտական աշխատություններ էի անում, թե փորձում էի ամեն ձև հասկանալ, դիսերտացիա եմ գրել, որ ինչպես կարելի է ջուրը օգտագործել հարևանների հետ, որ պատերազմ չլինի, որ Ադրբեջանը մեզ դիտարկի որպես հավասար պետություն, ինչ որ շատ բաներ եմ փորձել անել, բայց ցավոք չի ստացվել ու հասկացել եմ, որ միգուցե ընդհանուր մեր խոսքը, որ տրվում է քաղաքագիտությունով, այդքան ընկալելի չի մարդկանց համար, բայց կա նաև մի մասնագիտություն, որը սոցիոլոգիան է, ու ես բացահայտեցի դա, երբ որ սկսեցի աշխատել Բերկով հիմնադրամում, գերմանական ծրագիր ունեինք, հիշողությունը եւ պատմությունը որպես երկխոսության հիմք, ու ինտերվյուներ էինք վերցնում մարդկանցից, ովքեր որ մասնակցել են պատերազմին, ինչ որ ձև առնչություն են ունեցել ու պատմում էին իրանց կենսագրությունը այդ ամեն ինչը ոնց են հաղթահարել ու մարդիկ դա սկսեցին լսել։ Ես հասկացա, որ կարելի է մեր հակամարտությունը, մեր տրավման, մեր ցեղասպանությունը, մեր ամեն ինչը ներկայացնել հենց այս պատմությունների շնորհիվ ու մարդիկ դա լսում են, մարդկանց դա հետաքրքիր է, հերիք չի մեհատել իրանք ցավը տեսնում են, ցավը են կիսում, փորձում են հասկանալ, որ իրոք սա հակամարտությունն է, սա մարդիկ են, ովքեր որ իրոք դժել են։ Ես երեխա եմ, բայց դժել եմ, մեկը զինվորական է, ամեն մեկը իր երազանքով, բայց այս հակամարտությունը ոնց է փոխել մեր կյանքը ու հասկացա, որ միգուցե էս է լեզուն մարդկանց ավելի հասանելի դարձնելու։ Դրա համար հենց փորձում եմ հիմա իմ ուժերը գիտական երևի պոտենցիալը որ ունեմ այս ուղղությամբ կիրառել ու ուզում եմ որ ոչ միայն մեր հայերից հասանելի դարձնեմ, քանի որ մեր շրջանում էլ մենք կարծես թե բոլորս նույն ճակատագրով ենք ացել, նույն ցավն ու զրկանքն են կրել, բայց շատերը մեր ներսում, մեր երկրում չեն կարողանում շատ մեր պես կիսել մեր ցավը, սկսել այստեղից եւ նայել միջազգային հարթակներում անընդհատ բարձրացնել մեր հարցը, բայց ոչ թե քաղաքագիտության տեսանկյունից, այլ սոցիոլոգիայի, չգիտեմ, հուսով եմ կստացվի, որովհետեւ Բերգոֆի փորձը ցույց է տալիս, որ մարդիկ իրոք լսում են ու կսկսեմ դա կիրառել։ Այսինքն իմ կյանքի նպատակն է այնպես անել, որ արցախյան խնդիրները, որոնք որ մենք ունենք, արցախյան հակամարտությունը, որը որ չի կարող ավարտված լինել, քանի դեռ կա ապրում արցախցին ու ամեն օր պայքարում է իր տուն վերադարձի համար, գոնե այսպես տեղ հասցնել ու փորձել միջազգային հարթակներում հասնել ինչ որ լուծումների ու ինչու՞ չէ նաև Հայաստանում, եթե մենք Հայաստանում սկսենք պայքար ու հաջողենք, որ բոլորս նույն երազանքը ունենանք, կարծում եմ միջազգայինները մեզ շատ արագ կընկալեն։ Դու խոսեցիր Բերգով ծրագրի մասին, քանի տարի տևեց ծրագիրը եւ հետաքրքիր է ծրագրի ավարտից հետո հիմա դու խոսում ես նրա մասին, որ ցանկանում ես դա միջազգային հարթակ տեղափոխել, որպեսզի մարդիկ դա սոցիոլոգիայի տեսանկյունից դիտարկելով արտասահմանում, այսինքն Եվրոպայում կամ տարբեր հարթություններում համենայն դեպս ոչ հայերը նաև դա անցալեն։ Ինչ արձագանք եղավ ծրագրի ավարտից հետո, ինչ եզրակացության եկան հենց ծրագիրը ներդնողները։ Ցավոք մեր ծրագիրը չի ավարտվել, մեր ծրագիրը ոնց որ կանգ է առել ու դա միգուցե նաև այդ իմ էս ամեն ինչի ջանքը որ ուզում եմ ներդնեմ, դա այդ կիսատ թողածը վերականգնելն է, որովհետև սա ուղղակի գերմանական ինչ որ ծրագիր չէ, այսա մեր իմ ժողովրդի պատմության ստեղծումն էր հենց բանավոր պատմությունների միջոցով ու քանի որ այդ ծրագիրը ինքը ոնց որ տրամաբանական ավարտին չի հասցվել, այլ կասեցվել է ծրագիրը ինչ որ ֆինանսավորման ու տարբեր քաղաքական խնդիրների պատճառով, դրա համար հենց այդ բացնել եմ փորձում այսպես լրացնել, որովհետև այն
արձագանքը, որը մենք ստանում էինք իրականացման ժամանակ, որը որ տևել է 5 տարի, ու դա բավական ժամանակ էր, այսինքն մենք հասցրել ենք թե 90-ականների պատերազմի մասնակիցների հետ ինտերվյուներ, թե 20 թվականից հետո փորձել հասկանալ, այսինքն ինքը ոնց որ խճանկարի նման փորձում հավաքում էինք մենք մեր հակամարտությունը, ինչպես ստացվեց, որ 70 տարի կարծես թե իրար կողք ապրող ժողովուրդ ցեղասպանություն տեղի ունեցավ Սումգայիթում, Բաքվում, ու այդ ամեն ինչը ոնց տեղի ունեցավ, ոնց կարող էր հարևանը հարևանին սպանել, այդ ամեն ինչը նաև բերեցինք Արցախի հետ կապված, ոնց հասկացանք, ոնց եղավ, որ Աղդամում ինչ որ ադրբեջանցիներ սկսեցին ուղղակի չհանդուրժել իրանց հարևանները, ոնց այդ ամեն ինչը տեղի ունեցավ, Շուշին ինչպես հանձնվեց, Շուշին ինչպես նորից ազատագրվեց, ու բոլոր պատմությունները խճանկարա, որ մեր հակամարտությունն է թողում թույլ տալիս, որ հասկանանք, ու հասկացանք, որ դա իրոք մեթոդը շատ լավն է, ու կարելի է նաև կիրառել ու անընդհատ հասկանալ, զարգացնել ու մարդկանց հասցնել դա։ Միջազգային ասպարեզներում այդ ծրագիրը չի առնչվել, բայց մենք մեր անձնական օրինակներով ենք տեսնում։ Վերջերս ես ուրիշ ծրագրով Գերմանիա եւ Շվեյցարիայում էի ու Կենտրոնական Ասիայի կանայք էին հավաքված, ովքեր որ բացարձակ գաղափար չունեն մեր հակամարտության մասին, ու ես սկսեցի ոնց որ փորձ անել, հասկանալ իրանք ընկալեն ինձ թե չէ, ու ես սկսեցի հենց այդ մեթոդով իմ կեսագրությունով պատմել մեր հակամարտությունը, ու չեք պատկերացնում այդ արձագանքները ինչպիսին էին, իրանք բոլորը տեղում նստեցին, սկսեցին կարդալ, որտեղ իրանք Ադրբեջանի հետ են ավելի սերտ կապված ու չէին պատկերացնում, որ Ղարաբաղը ինչ հակամարտ, այսինքն ես իրանց համար Արցախյան հակամարտության մի օրինակ էի, որպես ցեղասպանության զոհ, որպես տարբեր զրկանքներ կրած մարդ, բայց ով որ իրենց հավասար կինա, ով որ կարող է ներկայացնել իր երկիրը, ու հասկացա, որ իրոք այս մեթոդը հնարավոր է կիրառել ու հասնել արդյունքների, գոնե մարդկային մակարդակում հասնել, իսկ աշխարհում որոշումները ի վերջո մարդիկ են կայացնում, ինչքան էլ որ ինքը շահերի վրա հիմնված լինի, բայց ամեն դեպքում ամեն մարդ ինքն է կայացնում, միգուցե կարողանանք այսպես բոլորին հատ հասնել ու փորձել այդ որոշում կայացնողներին գոնե մի քիչ հակա այս վիճակը, որ ունենք հակա արցախյան, հակա հայկական, կարծես թե մեզ բոլորը մերժում են, մի քիչ դեպի մեր կողմը իրանց հայացքները սևեռել տալ։ Ալվարդ, հետաքրքիր բան ասացիր, որ կարծես թե խճանկար լիներ, ես տեղյակ եմ, որ այդ զրույցների ժամանակ դուք կլոր աթոռներ էիք դնում, կլոր շրջան էիք կազմակերպում եւ տարբեր մասնագիտությունների մարդիկ էին գալիս, իհարկե 44 օրյա պատերազմի մասնակիցներ, իրենց հետ կապը կա եւ հետաքրքիր է, երբ որ դու շփվում էիր, ինչ էիր տեսնում հենց արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից տղաների մոտ, որովհետեւ ես այդ զրույցներից մի քանիսի ժամանակ եղել եմ եւ տեսել եմ, որ այնտեղ տարբեր տղաներ կային, նույնիսկ անդամահատված, բայց իրենք այնքան ոգեղենությամբ լցված էին, ինչ կասես, քո տպավորությունները կուզեմ կիսես մեզ դիտողների հետ։ Նախ ես կարծում եմ, որ մենք մի քիչ ոնց որ մի քիչ մեղավոր եմ զգում, որովհետև մենք մարդկանց սովորեցրեցինք անել մի բան, ու հետո կիսատ թողեցինք, ու երբեմն իրանց հանդիպելով պարտավորեցնում են, ասում են, ինչու չեք շարունակում, անպայման պիտի գերմանացիները գան կազմակերպեն, որ դուք շարունակեք, ու դա շատ պարտավորեցնող է, ու հասկանում ենք, որ իրոք դրա կարիքը կա, մարդիկ, գիտեք, հաղթակ են ման գալիս, որ արտահայտ են։ Հիմա կարծես թե աշխարհում շատ արագ է զարգանում, ինֆորմացիան շատ է, բայց մարդը մարդու հետ հարթակ չունի, որ կարողանա իր ցավը կիսի, իր նմաններին հանդիպի, իր հույզերով, իր նպատակներով, երազանքներով կիսվի։ Իսկ մեր այդ ստեղծած այդ ձեր ասած այդ կլոր հարթակը հենց դրա մասին էր, որովհետև մեկը անկեղծ պատմում է իր պատմությունը, բոլորը փորձում են ինչ-որ ձև դրան աջակցել, քննարկել, հասկանալ, ու ամենակարևորը դա արժևորել ու գնահատական տալն է։ Մենք իրադարձությունները արագ անցնում են մեր կողքով, մենք ոչ մի բան չենք հասցնում արժևորել, վերարժևորել, գնահատական տալ, ռեֆլեքսիա ասածը մենք չենք անում, որի հետևանքով անընդհատ սխալ ենք անում, այսինքն մենք մեր սխալների վրա չենք սովորում։ Ես մի քիչ շեղվեցի, բայց օրինակ վերջերս Սյունիքում ծրագիր ենք անում, ու անընդհատ ես կապանցիների հետ խոսելով փորձում եմ իրանց ասել, որ ժողովուրդ ձեր կողքը պատմություն կերտվեց մեր շատ, չգիտեմ, ամոթալի, բայց տեսակ չէ մեր հետ ինչ կատարվեց։ Խնդրում եմ նստեք, ռեֆլեքսիա արեք, ինչ եղավ Ստեփանակերտում օրինակ, որ կարող նույն ձև կրկնվի կապանի հետ։ Նստեք, քննարկեք, պատրաստվեք, ու իրանք սկսեցին մտածել, հա, բայց մենք ոնց որ չենք մտածել այդ ուղղությամբ, բայց ես ասում կենթանի օրինական, դուք էլ նույն այդ շրջափակման
վտանգը ձեր դեմ կանգնած է, նույն ռուսին հավատալու վտանգն է ձեր մոտ կանգնած, որ մտածում եք կամ չգիտեմ իրանցին կամ ինչ որ մի հատ օտարին, որ վստահում ենք մենք հիմա որ հույս ենք դնում ու հետո ինչ կարող է մեզ հետ կատարվի, ինչ կատարվեց Արցախում։ Ու այդպիսի բաներ կա, որ կրկնօրինակվում է հիմա, ամեն ինչ կրկնվում է, եթե դասեր չես քաղում։ Խնդրում եմ, ասում եմ, եկեք նայեք ու այդ մեր մասնակիցների 44 օրյայի այդ տղերքը որ գալիս էին մեր մոտ, իրանք գիտեք հայ տղամարդուն մի քիչ բան չի, հարիր չի որ ինքը իր ցավի մասին խոսա, ինքը իր վերքի մասին խոսա, իր ամոթի մասին խոսա ու այդ տղաները գալիս էին բացվում էին ու շատ կարևոր էր որ մենք այդ վերքը բացելով իրանց տես ցավոտ չուղարկեինք ու այն արձագանքը որոնք իրանք այդ կլոր սեղանի, այդ կլոր միջավայրի մոտ ստանում էին, իրանց ասում են որ մենք մեր վերքը բացել ենք, բայց հիմա դա ոնց որ չի մռմռում ու ոնց որ մենք փորձում ենք նաև իրանց ոգևոր ցույց տալ, որովհետև շատ էին տարբերվում 90-ականների պատմությունները ու 44 օրյայի պատմությունները։ Այսինքն 44 օրյայի մասնակից տղան գլուխը կախել հիմնականում բանանում, որովհետև ինքը ասում է, ես ինձանից կախված չկա է բան, որ չեմ արունակ ունենք ակնայի մասից, չգիտեմ, Խարվաճարի տարբեր տեղեր կռված տեղեր են գալիս նստում, ասում է, բայց ես իմ տեղից չեմ զիջել, գլխիս ընկնում էր ակը, ես տեղից չեմ փախել, բայց վերջը հանձնեցին իմ պահած տարածքը հանձնել են ու ինքը չգիտի ինչ անի ու այդ անճարությունից ինքը իր վերքերի մասին էր օրինակ պատմում, իր կողքը զինվորը իր ընկերը մահացել է, բայց ինքը իր ոնց է փրկել, այդ ամեն ինչը պատմում է, բայց ասում է, բայց վերջում պարզվեց, որ առանց մի կրակոցի կարող են գրավել մեր պահած դիրքը ու դա հպարտության պատմություն չէր, դա այն պատմությունը չէր, որը որ մենք լսում ենք Խարինտակը ազատագրած կամ Խարվաճարոնին ազատագրած կամ Մոնթեի կողքը կանգնած հերոսը որ պատմում էր, այդ պատմությունը բոլորից ուրիշ էմոցիա էր, իսկ այդ 44 օրյա ժամանակ մենք էլ ենք կազմակերպիչներս էլ ենք պատասխանատվություն զգում, որ չթողենք այդ մթնոլորտը տենց ու փորձենք մի քիչ բանալ։ Այդ ժամանակ մենք մասնագիտություններով կապ չունեինք դրա հետ, բայց ոնց որ թրծվել ենք ու իրանք էլ են մեզ օգնում, մենք իրանց ենք օգնում ու այդ մթնոլորտը որ ստեղծել ենք 20 թվականի պատերազմից հետո, չգիտեմ, ես շատ եմ կարոտում, որ ու ես զգում եմ, որ այդ մարդիկ հիմա մենակ են ու այդ հարթակները չունեն ու ես կուզենայի, որ տարբեր կազմակերպություններ զբաղվեն այդ մարդկանց հետ, հոգեբանական, հիմա ես որ նայում ենք այսքան սպանություններ, այդ ամեն ինչ, դա այդ ամեն ինչ այդ ներսը պահելու, այդ նեղվածությունը, այսինքն ինքը միջև հիմա նեղված է, չէ՞ որ իր դիրքը պահելա, այդ էլ այդ լավ պատմությունն եմ ասում, կա ավելի խայտարակ բաներ, որ տեղի ունեցել 44 օրյային, որ տենց էլ չենք իմանա, հանձնաժողովը որոշել է, որ ոչ մեկին չեն պատմելու ինչա կատարվել, բայց ուզում եմ ասեմ, այս շատ կարևոր է ու մենք միշտ պիտի հիշենք, որ մեր հասարակությունում մեր կողքը ովքեր են ապրում, մեր կողքը ապրում է մարդ, որ իր կողքը չգիտեմ, անդամահատվել են իր ընկերները, մարդիկ են մահացել ու իրանց պետքա շատ ուրիշ ձև վերաբերվենք, բայց մենք շատ անտարբեր ենք, չգիտեմ, մենք միշտ ենք սենց եղել թե չէ, բայց ես ամեն դեպքում փորձում եմ նենց անել, որ հիմա այդ նույն փախստական Արցախցին, որ այստեղ է, օգնենք ամեն ձև, որ ինքը չզգա իրան մենակ, այսինքն մերժված չզգա։ Ես մի քիչ ոնց որ մեջտեղն եմ, էլի, չեմ եկել Արցախում եմ ծնվել 30 տարի ապրել, եկել եմ ստեղ ու այդ կապը ոնց որ ես ինձ կամուրջ եմ համարում ու միշտ փորձում եմ օգնել, որ մարդիկ զգան, որ սա իրենց տունն է ու ձեր հաղորդաշարն էլ շատ լավ անուն է, որովհետև իրոք սա մեր տունն է, մենք ուրիշ տուն չունենք, էլի, մեր հայրենիքն է, մեր մար Հայաստանն է։ Ալվար, ծնողները 2023-ին, հա, լքեցին Արցախը, պարտադրված լքեցին։ Ինչ էին պատմում իրենք, ինչ ապրումներ ունեցան։ Մեր ընտանիքը մի քիչ ուրիշ ձև դասավորվեց, մայրս, քանի որ ես պետքա ծննդաբերեի, մի քիչ շուտ եկավ ու այդ սարսափելի բանը, որ տեղի ունեցավ, ինքը այդ օրը այնտեղ չէր, բայց մի քիչ շուտ էր հասել ինձ օգնելու իր թորնիկին ունենալու համար, բայց հայրս անցավ այդ ամեն ինչի միջով ու շատ ենք վախենում, որովհետև ինքը իր կեսագրությունը այնպիսին էր, որ կարող են իրան ուղղակի բաց չթողնել ու հետաքրքիր է այն է, որ այդ պահին բոլորիս միակ երազանքը հայրիկի այստեղ հասնելն էր, իսկ հիմա ամեն օր մի բան ենք հիշում, որ ասում ենք պապա, բայց կարող էր էտել բերեիր չէ հետո, բայց իրականում ոչ մի բան չկարողացանք բերել ու մենք փորձեցինք մեր քույր եղբայրներով մեր տունը կառուցել այնպեսին, ինչպեսին միշտ փոքրուց երազում էինք ու վերջին պահին բոլորս ապային ասացինք հանկարծ չպայթեցնես, ոչ մի բան չվնասես ու պապան դրեց մեր խաղալիքները մեր մահճակալների վրա ու ասում եմ չլացում ու այդպես նկարեց մեր տունը, անգամ մաքրեց, որովհետև ասեց, որ տունը բացողը տեսնի, որ այս տանը մարդիկ են ապրել ու երազանքներով են ապրել։ Մենք շատ տանել գրքեր ունենք, իրոք շատ լավ գրքեր ունենք, մենք բոլորս էլ սիրում ենք գիրք կարդալ փոքրուց, մանկական գրականություն, քրիստոնեական շատ լավ գրականություն ունեինք։ Միշտ վախենում ենք այդ գրքերի համար, պատկերացնում ենք վայրագները հիմա ինչ են արել, իսկ հիմա
ամեն օր հետևում ենք, շատ մարդիկ կան, որ չեն հետևում իրանց տունը ինչ ա լինում, ես չեմ կարող անընդհատ հետևում եմ, մեր սիրուն շենքը սարքել են սպիտակ շենք ու անընդհատ տեսնում ենք, որ մեր բալկոնի մարդ կա կանգնած, դրանից ցավոտ բան չկա, երբ որ մենք այդ տունը տենց երազանքով սարքել ենք, որ ապրելու ենք ու միշտ մտածել ենք, որ շատ պետք է, այսինքն մենք միշտ բնակարան փոխելու խնդիր ունեինք, որտեղ շատ էինք ու բնակարան 3 սենյականոց էր, բայց երբեք չենք թողել, որ ծնողներս դրա մասին խոսեն, 4 երեխա ենք մենք, միշտ երազում ենք, որ մենք մեր տունը սարքենք իդեալական, որ բոլորս ամուսնանանք մեր երեխեքով, դա լինի մեր ոնց որ մեր ստեղծած տունը, որտեղ որ բոլորս միշտ երջանիկ էինք։ Շատ վատ ենք ապրել, շատ դժվար տարիներ են եղել պատերազմից հետո, բայց մենք երջանիկ էինք այդ տանը ու չենք թողում, որ այդ տանը կպնեին, փոխեինք, մեծացնեինք, չկար այդպիսի պլան մեր կյանքում։ Իսկ հիմա որ տեսնում ես քո տանը, քո տշգամբին, որտեղ որ ես իմ բոլոր քննություններն եմ սովորել, որտեղ որ միշտ կանգնում էի տոն օրերին ու շատ հպարտությամբ նայում էի, թե ինչպես է զինվորականները շքերթով միշտ մեր պատուհանի տակից էին անցնում, դա մեր երազանքն էր, ամեն օր ժամը 8-ին դուրս էին գալիս այդ տոն օրերին, մայիսին, սեպտեմբերի 2, դեկտեմբերի 10 միշտ լինում էր շքերթը ու միշտ ոնց որ այդ պատշգամբը շատ ուրիշ զգացողություն էր մեզ համար, էլի այդ հպարտության պատշգամբը հիմա ադրբեջանցին կանգնում է, ինչ որ չգիտեմ նկարում է ու չգիտեմ իրոք իրանք երջանիկ են այդ տանը թե չէ ու երբ որ հանդիպում եմ արտասահմանում ադրբեջանցում միշտ ասում կկարողանաք վայելել մեր տունը իրանք իհարկե չունեն դրա պատասխանը իրանք ասում են չէ բան sense ինչ որ փորձում են ցրել մեզ ասում մենք դեռ չենք ապրելու ինչ որ sense բաներ են ասում բայց մենք հո տեսնում ենք որ արդեն ապրում են ու չգիտեմ երևի վայելում են մենք ապրում ենք մի ժամանակներում ներկայիս ժամանակը այնպիսին է որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ուզում են հայ ժողովրդի միջից իրենց ինքնության սյուները վերացնել, Արարատը, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ընդհանրապես բացասական եւ ամենակարևորներից մենք կարող ենք ասել Արցախի մասին անգամ խոսելը կարծես թե թիրախավորվում է Դու ինչ ես կարծում, հայը երբևէ կամ արցախցին կհամակերպվի այն մտքի հետ, որ ինքը որպեսզի չթիրախավորվի, պետք է Արցախի անունը չտա կամ Արցախ վերադարձի մասին պետք է բարձրաձայն չխոսի։ Գիտեք, ես ինձ շատ եմ մեղադրում ու մեզ է մեղադրում շատ հարցերում, որովհետև մենք հանդուրժում ենք բայց այդ մեղադրանքս նաև պարտավորեցնում է լիքը աշխատանք անել, որը որ ես հիմա անում եմ ու որպես մայր եմ անում, որպես արցախցի եմ անում, որպես քաղաքացի եմ անում, դա շատ բազմավեկտոր աշխատանք է, որը որ բոլորս կատարում ենք ու ինչքան էլ ուզենան ջնջեն, ոչ չեն կարող մասիսը մեզանից ջնջեն։ Ես հիմա օրինակ իմ երեխաներին դաստիարակում եմ այդպես, որ իրանք գիտեն, որ իրանք Արցախ ունեն ազատագրելու ու ասում եմ, որ եթե արևի, կաշոտ, եթե դու գնաք դուք պիտի մարզված լինեք, որովհետև զինվորը չի կարող թույլ լինել։ Իրանք նայում են Թելերյանի ֆիլմը այս տարիքում, չգիտեմ, ծնողներ կան, որ իրանք խուսափում են, այսպես ասած, իրանք երեխաներին ասել, որ ով այր թշնամին, ով այր բարեկամը, ինչ ունեն հայրենի կորցված, բայց չէ, ես ծնվել եմ այնպես Արցախում, իմ հայրը ինձ միշտ ասում է, որ մենք պիտի Արևմտյան Հայաստան ազատագրենք, դրա համար պետք է լինենք շատ խելոք։ Ես տենց եմ մտածել, որ ես պիտի շատ խելոք լինեմ, շատ ուժեղ լինեմ, որ կարողանամ Արևմտյան Հայաստան ազատագրել։ Ու ես չեմ հասկանում, ես որ եկա առաջի անգամ ստեղ ուսանող, խոսում եմ Արևմտյան Հայաստանից, մեր կուրսում ինձ թարս էին նայում, ասում են դու Արցախից եկել ես, Արևմտյան Հայաստան ես ուզում ազատագրես, մի հատ դեր Արցախի հարցը լուծի, հետո ասում եմ, բայց ամեն մարդ պետք է ունենա ոնց որ ռազմավարություն ու մարտավարություն ու տենց պլաններ պիտի ունենա, ասել դու պիտի հասկանաս քո հայրենիքը, որ ուղղակի Արևմտյան Հայաստան, դա Արևմտյան Հայաստան չէ, դա մեր կենսատարածքն է, որտեղ մենք չենք կարող ուղղակի ապրել, եթե մեր սահմանները այնպեսին չեն, որպես մենք զգանք մեզ ապահով, անվտանգ։ Հիմա նույնն էլ իմ երեխաներն եմ դաստիարակում։ Իրանք գիտեն, որ իրանք պարտավոր են Արցախ ազատագրել ու մենակ ես չեմ շատ ուրախ եմ, որ այդպես ու այո իրանք լսում են գինիլից, իրանք այնպեսի երաժշտություն են լսում, այնպեսի փոքրուց 2 տարեկան է տղաս, բայց ինքը գիտի, որ ինքը պիտի զենքին լավ թերապետ։ Այսօր առավոտ ինչ որ պորոխով պիստոլետ էր խփում, ասում եմ, նա ինչ լավ հոտ է գալիս։ Ասում աշոտիկ այդ պորոխի հոտը դուրս գալիս, ասում հա, ու ինձ դա ուրախացնում է, թող չգիտեմ, ես ով որ կռվում է, ինքը չի մտածում զոհվելու մասին, ինքը մտածում է հայրենիքը փրկելու մասին ու ինձ ասում են դու մայրես ոնց ես մտածում, որ քո տղան պիտի սիրի զենքը, ասում բա ինչ պիտի անի, ես չեմ կարող դրանից խուսափել։ Եթե ես իմ տղային դրան չդաստիարակեմ, եթե բոլոր դա չանենք, մենք ուղղակի կդառնանք, չգիտեմ, մի քոչվոր մի բան, էլի։ Ու ինչքան էլ Նիկոլը, չգիտեմ, իր հրաշագեղ այդ մանիպուլյացիաներով, իր սրտիկներով, մեկը չի կարող։ Հիմա տեսնում ենք, չէ, եկեղեցու մոտ ինչքան մարդ է կանգնած, ես միշտ ճիշտ ասած տղայիս չէի ուզում մկրտել, որովհետև ասում էի, սա գնում ենք Արցախ, այնտեղ պետք է մկրտենք, բայց այդ որոշումը կայացրեցինք ու վերջերս մկրտել ենք ու
արձագանքը, երբ որ ես մի քանի նկար տեղադրեցի սոցցանցերում, բոլորը ասում են, «Ալբարտ, ապրես, որ այսված ժամանակաշրջանում մկրտել ես ու ոնց որ բոլոր երեխեքին էլ ես հավատքով դարձել»։ Այո, իմ երեխեքը աղոթք են անում քնելուց առաջ ու ամեն օր գիտեմ, որ իրանք քրիստոնյա են։ Հիմա ասում են, աղջիկս տղայիս միշտ ասում է, «Դու քրիստոնյա չես»։ Վերջը մկրտեցինք, հիմա հանգիստ է, տղաս ասում է, «Ես էլ եմ քրիստոնյա», ինքն ասում է, «Ես էլ եմ քրիստոնյա»։ Ու դա մեր մեջ է, դա է մեր ինքնություն։ Եթե ես քրիստոնյա չեմ, եթե ես հայ չեմ, եթե ես չեմ հասկանում, թե որն է իմ կենսատարածքը, ուրեմն ես էլ չեմ կարող ապրել։ Մեծ շատ հաճախ են միջազգային լավ ծրագրերից ամուսնուս էլ ինձ էլ փորձում են հասկացնել, որ կարա գաք այստեղ, չգիտեմ, ապահովված լինել, բայց ուր գնանք, այսինքն գնամ ինչ անեմ, գնամ փող ստանամ, բայց հայրենիքի կարոտով երգելով ապրեմ, դա մերը չի, պետք է այստեղ մնանք ու աշխատենք ու նաև դաստիարակենք ու շատ երեխա ունենանք։ Այս տենդենսները որ կան Հայաստանում, քիչ երեխա ունենալու, ինձ ուղղակի, չգիտեմ, հունից հանում է, որովհետև եթե դու ոտքը դնում ես եռաբլուր նայում ես այդքան սիրուն տղաներին, այդքան պայծառ տղաներին ու դու քեզ պարտավորված չես զգում, որ իրանց տեղ էլ պիտի երեխա ունենաս, ես չգիտեմ, սա հիմա ասած խոսում ես, մարդիկ ասում են պաթոս, ես իմ ինչ որ փորձում են ամեն քո ինչ որ զգացմունքային բաները ասել, որ դա պաթոս է, դա էմոցիա է, դուք շատ էմոցիոնալ եք, բայց պատերազմի ժամանակ ես հիշում եմ իմ քերնես մեկով որ Օմարի ազատագրմաններ մասնակցում, ինքը ասում է, հայ ես խոտ էի ուտում, բայց ասում այդ որ ասում եք դուք հիմա պաթոս եք ասում, դա ինձ ուժ էր տալիս, որ ես սոված կարողանայի այդ գործողությանը մասնակցել, այսինքն կարող է մեկի համար դա պաթոս է ու մեկի համար ուղակի բառեր են, իմ համար դա ապրելակերպը բան է, որ ես իմ ընկերներով մենք հավաքվում ենք, խոսում ենք դրանից, մտածում ենք ոնց ենք ազատագրել, մտածում ենք դες բաներ ենք մտածում, եթե ես դա հիմա չպլանավորեմ, ոչ մեկ դա չի անելու, այսինքն եթե ես չէ, իմ տղան չէ, ապա ով, չգիտեմ, ես չեմ ուզում ամբողջ կյանքս ապրել Երևանի Հանրապետությունում, այդպես է դառնում, այսինքն մենք բոլոր տարածքների տանք խաղաղ ապրենք, դա մերը չի, մենք պետք է միշտ հասկանանք, որ որտեղ որ անվտանգությունն է, դա մենակ հողն է մեր ավանդակությունը, այլ ոչ թե զգացողությունը, որ դու ապրում ես լիքը փողով ու վերջ, դա երջանկություն չի բերում։ Հիմա ես աշխարհի փող ունենամ, կարող եմ սա ամբողջ աշխարհում անգալ, բայց իմ տուն չգնալ։ Ինձ դա չի երջանկացնելու երբեք, էլի։ Ես պետք է այնպես անեմ, որ ես գնամ իմ տուն, մտնեմ իմ սենյակ, չգիտեմ, իմ շատ սիրելի սենյակը, ու սենց զգամ այդ օդը Արցախյան ու այդ ժամանակ ես կհասկանամ, որ ինչ որ բան եմ արել։ Ու իմ երեխեքը այդպես են մտածում, որ ասում է, մամա, քեզ առողջություն ու Արցախ։ Գիտի Արցախը այդպես ինչ-որ հոմանիշ բառ է, ծննդին զանգում եմ մարդկանց շնորհավորում եմ, այդպես ասում, քեզ առողջություն, կապույտ երկինք ու Արցախ։